Բարև ձեզ հայրենակիցներ։ Այսօր ես որոշեցի մի հետաքրքիր թեմայով խոսեմ, մանավանդ որ ինձ խնդրեցին իմ դիտորդներից, որ փորձեմ բացատրել, թե դա ինչ է, որովհետև շատերը խոսում են պահապան հրեշտակի մասին, խոսում են օգնական հրեշտակի մասին, խոսում են հրեշտակապետերի, սրանք երեք տարբեր բաներ են։ Եվ ես որոշեցի մի հաղորդում նվիրել, թե ովքեր են պահապան հրեշտակները թողնում եք մեկում, բայց կան օգնական հրեշտակներ։ Պահապան հրեշտակները, եթե ձեզ կհետաքրքրի ապագայում, խնդրում եմ ինձ, եթե կոմենտներով ասենք կրկնվեց մեծ քանակով, որ ցանկություն ունեն, որ ես դրա մասին խոսեմ, թե որ հրեշտակը, որ անձնավորության պահապանն է, և դա կախված է նրա ծննդյան ամսից։ Եթե կարիք կլինի, կարող եք գրել, ես կպատասխանեմ, խնդրում եմ նաև հաղորդումը դիտեք, եթե հաղորդումը հավանեցիք, դրեք մի հատ լայք և եթե կարելի է, եթե բաժանորդագրված չեք, ցանկալի կլինի, որ բաժանորդագրվեք։ Եվ այսպիսով, օգնական հրեշտակ։ Սա մի շատ հետաքրքիր երևույթ է, սա այն հրեշտակները չեն, որ մշտական գոյատևում են, նա ծնվում է ձեր հետ, ելնելով այն թվից, որի, ասենք տակ դուք ծնվել եք, խոսքի օրինակ, եթե դուք ծնվել եք ամսի 24-ին, խոսքի օրինակ 5-րդ ամիս, ապա իմացեք այդ օրվանից սկսած տվյալ օգնական հրեշտակը ծնվում է և ամբողջ կյանք ձեր կողքը օգնելով քայլում է։ Հետաքրքիր դեպքեր կան կապված օգնական հրեշտակների հետ, շատ դեպքերում պատահում է, որ մեկ էլ տեսնում ես անհասկանալի ինչ-որ բմբուլ գտնվեց, կամ եթե գնում եք մի, ասենք, ինչ-որ վայրով, մեկ էլ տեսնեք, որ մի հատ գեղեցիկ բմբուլ է գցած, անպայման վերցրեք, սա նշաններ են ձեզ համար, բերեք տուն, որը կնպաստի, որ տան բարեկեցությունը բարձրանա։ Այս բոլորին կարելի է նաև ասել, որ օգնական հրեշտակները շատ դեպքերում պատահում է ստերեոտիպ եղել է ձեզ հետ, որ գնում ես փողոցով և այնպիսի տպավորություն, որ մեկը ձեզ կանչեց հետևից, շրջվում եք, ոչ ոք չկա։ Սա նշանակում է, որ նա փորձում է ձեզ զգուշացնել, որ ինչ-որ բարի մի քայլ է լինելու, մի կարճ ժամանակ հետո հանկարծ չփոխեք ձեր ճանապարհը կամ չփոխեք ձեր մտքերը։ Ինչպես կարելի է իմանալ, թե որ հրեշտակը, այդ օգնական հրեշտակը ում ինչով է օգնում։ Սրա համար պետք է անենք մի հատ շատ պարզ կոնկրետ թույլ թվաբանություն։ Պետք է վերցնել ձեր ծննդյան թվերը, այսինքն, օրինակ, ծնվել է դեկտեմբերի 1 1900 թվական։ Ուրեմն դեկտեմբերի 1 եղավ 1 թիվ։ Դեկտեմբեր 12 է, գումարում ենք, դառնում է 4 և գումարում ենք 1900, որը դառնում է 10 և 10-ը 4-ը, եթե միացնում ենք իրար, դառնում է 14, հասկացաք չէ։ Հիմա այս 14-ը, եթե մենք վերցնենք, տեսնենք, որ ինքը տալիս է 14, չէ, 1 և 4, եթե 1-ը գումարում ենք 4-ին, ստացվում է 5, ուրեմն 5-ը ձեր օգնական հրեշտակի թիվն է։ Այսպիսով կարող եք հաշվարկանել, տեսնեք, թե ինչ է ոնց է։ Հիմա ես մենակ կասեմ հետևյալը, որ գոյություն ունեն 9 օգնական հրեշտակներ և կասեմ, թե ամեն մեկը ինչ դեր է խաղում, ելնելով այն թվից, որը կստանաք, կիմանաք, թե ձեր հրեշտակը ինչով է ձեզ օգտակար, ինչով է ձեզ օգնում ամբողջ կյանքում։ Կներեք, ես մեթեթե պետք է օգտվեմ թղթերից, որտեղ ծավալները մեծ են, այսքանը հիշելը դժվար է։ Եվ այսպիսով, համար 1, սա սրբության նշան է։ Նմանատիպ ներողություն, նմանատիպ հրեշտակը տալիս է մարդկանց, որոնք թույլ էներգետիկա ունեն, մշտական նրանց պրակտիկորեն օգնում է, որ կայուն մնան։ Շատ դեպքերում նրան կարելի է թողնել ընդհանրապես այնպիսի տպավորություն է, որ նա ձեր ոնց որ խնամակալը լինի ծնված օրվանից ամեն քայլ, մի քիչ լավ մամայի ավելի լավ վիճակը։ Նա շատ է ուզում, որ ասենք աղոթքներ կարդացվի, խնդրանքներ արվի, այն մարդը, որին ասենք նա օգնական է։
Պետք է այդ բոլորին ասել, որ նա նաև պաշտպանում է ցանկացած դժբախտություններից, քանզի եթե ինչ-որ մարդ մշտական դժբախտություն հանդիպես, պետք է իմանա, որ ուրեմն ավելի մի ծանր դեպք լիներ, որը հնարավորին չափ նա թեթևացրեց։ Ընդհանրապես նա այնպես է անում, որ իր պահապան անձնավորությունը, օգնական պահպանավորին օգնում է, լինում են բարի մարդիկ, բայց ասենք այնքան հարազատների հանդեպ մտերիմ չէ, մի քիչ կողք է իրան պահում։ Երկրորդ թիվ լույսի հրեշտակ։ Նրան կարելի է ուրեմն տեսնել այնքանով տարբերել, որ այդ մարդկանց մոտ շատ դեպքերում լինում են դեմքի վրա մեծ քանակով խալեր կամ պեպեններ։ Այդ մարդկանց մոտ ուրեմն կամ հետաքրքիր հետ բան։ Հնարավոր է իրեն հետ կոնտակտավորվել, եթե քնելուց առաջ խնդրում ես, որ նա գա եւ ասենք շփվեք, նա գալիս է եւ շատ դեպքերում շատ հարցերի պատասխաններ է տալի, ինչպես նաեւ զգուշացումներ է անում, որը կնպաստի դեպի բարին։ Եթե ինչ-որ վտանգ է ձեզ սպառնում, նա անպայման դա փորձում է հետ մղել եւ այնպես է անում, որ պրակտիկորեն նա ուղարկում է ձեզ այդ վտանգը, ոնց որ հայլեապատ ձևով ասենք գա հասնի եւ հարված ուղղվի դեպի նրան, ով ձեզ ցանկանում էր ինչ-որ բացական մի քայլ անել։ Այս բոլորից կարելի է մեկ էլ ասել, որ ժամանակ առ ժամանակ նա ունի հատկություն, ոնց ասեմ, կարգավորել ձեր տունը կամ հավաքել ձեր տունը, կարող է այնպիսի բաներ հանդիպել, չզարմանաք, որ տեսնեք, որ հանկարծ ինչ-որ ասենք իր դրել եք միտեղ չեք կարող գտնել, մեկ էլ անգամ մի ուրիշ անկյունում կգտնեք, կզարմանաք, թե ինչի այնտեղ հայտնվել։ Երրորդ օդի հրեշտակը ինքը ունի մի հատկություն, եթե դուք ման եք գալ եւ շատ դեպքերում լսում եք ոնց որ շշուկ, խշշոց, sense բաներ, ուրեմն դա նշանակում է, որ նա շատ մոտիկ տեղի եւ դրանով հաստատում է, որ նա ձեր կողքն է, որ չանհանգստանաք, նա ամեն ինչ կանի, որ ոչ մի բան չստացվի բացասական։ Եթե իրան դիմեք աղոթքով, պրակտիկորեն ինքը կարող է մշտական ձեր կողքին լինել եւ ավելին ասեմ ձեզ, որ նա կարող է շատ հարցերում ձեզ օգտակար լինի կապված ձեր կյանքի, ձեր աշխատանքային հարցերի հետ, բիզնեսային հարցերի հետ, հանդիպումներին, որպեսզի հանդիպումները անցնեն լավ։ Եվ կարևոր մի բան կա, բոլոր հրեշտակների մասին եմ ասում, եթե դուք նա կարիքը ունեք եւ կանչում եք, բավականա դուք ասեք, օրինակ տեսեք, ես ասում եմ օդի հրեշտակ, լույսի հրեշտակ, այսինքն, եթե դուք տալիս եք ձեր հրեշտակի կոնկրետ նշանակությունը, նա վարկանապես կգտնվի, կգա եւ կօգնի ձեզ ամեն կերպ ամենադժվար վիճակներում։ Չորրորդ իմաստության հրեշտակ։ Նա տալիս է իր անձնավորությունների շատ մեծ ինտելեկտ եւ ցանկացած իրադրություններում շատ արագ կողմնորոշվելու եւ ճիշտ որոշումներ ընդունելու։ Նա ունի տալիս է ուրեմն այդ մարդիկ ունեն հատկություն շնորհիվ այդ հրեշտակի, որ ամեն ինչը կարող են շատ իդեալական վերլուծեն եւ գտնեն ամենալավ որոշումը եւ անկախ քեզանից դու որոշում ես, որ դա ամենաճիշտն է, բայց դա քո հրեշտակի արդյունքն է, որը քեզ տալիս է ամենաճիշտ ճանապարհը։ Այս անձնավորությունները կարողանում են իրենց հրեշտակի շնորհիվ շատ արագ սարքեն իրենց վերելքի աստիճան, այսինքն կարիերայի աստիճանով կարող են բարձրանալ շատ բարձր։ Եվ շատ դեպքերում, գիտեք ինչ, այս ուրեմն հրեշտակը ունի մի հատկություն է, գիշերները կարող է քնի ժամանակ նա գալ ինչ-որ ոնց որ ծերունու կամ ինչ-որ կնոջ, գեղեցիկ կնոջ կամ երիտասարդի ինչ-որ տեսքով եւ փորձել ձեզ պատմել եւ խորհուրդ տալ, թե ինչ անեք, որպեսզի ամեն ինչ լավ լինի։ Մյուսը, 5-րդը, մետաղի հրեշտակ։
Ամենայն ուրեմն ամենաանվախն են, ամենամեծ պահապաններն են, չեն թողի որ ձեր գլխից են կոպիտ ասած մի հատ մազն գնի եւ եթե մարդ ասենք գտնվում է ծանր վիճակում, ոչ անգամ այնպեսի որ ասենք արդյունքներ են գալիս, որ մի կարճ ժամանակ հետո դու կարողանում ես հանգստանալ, իմացեք որ դա այդ հրեշտակի գործունեությունը, որ չի թողում որ դա դառնա ինչ որ ծանր դեպք։ Նա անում է այնպես, որ տվյալ անձնավորությունները լինում են շատ խիզախ, շատ հստակ, շատ կոնկրետ, երբեք չեն թողում, որ ինչ-որ մեկը իրենցով, ասենք, կառավարի կամ ինչ-որ քայլեր անել, շատ երկար են ապրում, շնորհիվ իրենց հրեշտակի, ունեն նաև մի շատ հետաքրքիր բան, որ նրանք նպաստում են, որ եթե դու ունես երազանք, որ այդ երազանքը սկսի իրագործվել, այլ ոչ թե մենակ երազեցինք, դրեցինք գնաց։ 6-րդ Ծիածանի հրեշտակն է, նա գտնվում է ուրեմն այնքանով հետաքրքիր տեղ, որ նա տալիս է մի ունիկալ մտածելակերպ այդ մարդուն, որը կարող է այնպիսի բաներ մշակի իր ուղեղում, որ սովորական մարդը միջակայքում չէր հասնի դրան ինչ որ կետով, ավելին նա շնորհում է մեծ քանակով ոնց ասեմ տաղանդներ, տալանտ ռուսերեն ասած, որը կարող է մի շարք բաներով զբաղվի, մի շարք բաների մեջ խորանա, բայց բոլորի մեջ էլ կլինի առաջնային։ Միշտ փորձում է այնպես անել, որ տվյալ անձնավորության տրամադրությունը բարձր լինի, եւ եթե ընկնում է ինչ-որ դեպրեսիոն վիճակների, տխրում վիճակների մեջ, անպայման կստեղծի մի բան, որ ձեր շուրջը կսկսեն երևալ բավական հետաքրքիր անձնավորություններ, որոնց հետ կարող եք մտերմանալ։ Եվ նա մի բան էլ ունի, որ ամենացաներ վիճակների ժամանակ, երբ մարդը մտածում է, թե ինչ անի, ոնց անի, ոնց դուրս գա այդ իրավիճակից, նա թելադրում է ձեր մտքերին, թե ոնց կարելի է դուրս գալ։ 7-րդ Էներգիայի հրեշտակը։ Ամենազգայուններն են եւ ամենաարագ վիրավորվողներն են բոլորի մեջ։ Եվ չի կարելի իրենց մի հատ կոպիտ խոսք ուղղել, եթե մեջ անգամ էմոցիաների մեջ ես, թե ինչ չես անում, ինչի չես օգնում, նա կարող է լուրջ վիրավորվել։ Հենց որ իրենց պետք է մի քիչ ոնց որ ասենք խռովքան կնոջ հետ։ Հնարավոր է փորձել նենց անել, որ չհասնի դրան։ Անում է շատ կարևոր աշխատանք եւ բոլոր աշխատանքները կատարում է շատ բարձր մակարդակով, բայց մշտական պետք է ինչ հարց կարողացաք լուծվել, մի հատ, ասենք ոնց որ փորձեք մի հատ գովաբանեք իրան, դրանից ինքը ավելի կողոքեվորի եւ ավելի ակտիվ կսկսի անել այդ բոլորը։ Մեծամասնությամբ իրենց խորհուրդները նույնպես տալիս են երազի միջոցով։ 8-րդ Պաշտպանիչ հրեշտակ։ Արտակնապես ինքը բավական նման է մարդու կերպարանքին եւ նաեւ ունի մի շատ հետաքրքիր հատկություն, նա կարող է քեզ հետ ասենք կապ պահել համարելով, որ դու որպես իրան կամ հարազատ ես կամ ասենք մոտակա հարազատներից մեկն ես կամ նմանատիպ մի բան, չափից ավել կապնվում է տվյալ անձնավորության հետ, ով իրեն պահապանն է։ Մշտական փորձում է ձեր կողքը լինել, ամենամեծ հրեշտակն է, որը փորձում է հնարավորին չափ ավելի ուշադիր լինել, օգնական լինել, մշտական ձեր կողքին լինել, այսինքն միշտ փորձում է ինչ-որ փոքրիկ քայլերով, թե մեծ քայլերով նպաստի, որ ձեր մոտ ամեն ինչ լավ լինի։ Նույնպես սիրում է, եթե փորձում են իրեն աղոթել, աղոթ կարդան, որևիցե բարձր ոչ հայրմերը, այլ սրտից բխող ինչ կգա, որպես աղոթքի մեծ մի բան, շեշտելով, թե ում համար ես կարդում։ Եվ 9-րդը, սա ուրեմն ջերմի հրեշտակն է, նա նույնպես պաշտպանում է բոլորը, այսինքն պաշտպանում են իրենց անեն, բայց սա այնքանով է տարբերվում, որ սա մշտական այնպես է, որ դու ունենաս ներքնապես հարմոնիկ վիճակ, հանգիստ, հանդարտ։ Նա մեծ սերով է լցվում դեպի իրեն անձնավորության ունտիրություն է անում եւ ամեն ինչ անում է, որ նա հանդիպի իսկապես սիրով, որ սերով լցված լինի ամբողջ կյանքում եւ ամեն ինչ լավ լինի։
եւ նաեւ օգնում է իրականացնելու բոլոր իրեն ցանկությունները։ Երևի այսքանը կասեի եւ ես ուզում եմ այսօր շրջադառնամ եւս մի քանի բանի, որովհետեւ շատերը ինձ խնդրում են, թե ինչ խորհուրդներ կա, որոնք կարելի է պաշտպանել, որոնք կյանքում ամենօրյա ժամանակ օգնեն։ Այդ ես որոշեցի, որ մեր հաղորդումների ժամանակ կրճատ նմանատիպ բաներ ձեզ կասեմ։ Ուրեմն տեսեք, եթե ուզում եք ամեն ինչ լավ լինի, ոչ մի դեպքում չի կարելի երկուշաբթի եւ կիրակի օրերը ինչ որ տանը մաքրություն անել։ Ինչի համար։ Եթե դուք արեցիք երկուշաբթի օրը, սա կնպաստի, որ կլինի փողերի անհայտացում, քչացում։ Կիրակի օրը եթե անեք, սա բերում է դժբախտություններ եւ անհաջողություններ։ Երեքշաբթի օրը չի կարելի ոչ մի դեպքում լվանալ, հավաքել տունը, ինչ որ մանավանդ ցանկալի չի, մինչև ճաշից հետո կարելի է դա լվանալ, մաքրել, բայց ոչ մինչև այդ ժամանակը։ Հակառակ դեպքում ձեր մոտ կարող է այնպես ստացվի, որ ինչ որ ֆինանսային գումարները սկսեն պակասել, գնալ ձեռքից ոնց որ կորել, բայց եթե մի ճաշից հետո դուք դա արեցիք, ուրեմն երեքշաբթի օրը ձեզ կնպաստի նրանով, որ սա կլինի ֆինանսական օգնության մի կետ։ Չորեքշաբթի, եթե ասենք դուք ինչ որ հարցով զբաղվում եք, այս օրը բերում է բիզնեսի առաջացման շարժ, հաճելի է, օգնում է շատ հարցերով, նենց որ կարելի է դրանով զբաղվել։ Հինգշաբթի ուրբաթ օրերը, սա այն օրերն են, երբ որ տուն է գալիս գումարայինի էներգիան, եւ այսից պատճառով ես նորից շեշտում եմ, ուրբաթ օրը ոչ մի դեպքում չփորձեք տները հավաքել կամ ինչ որ լվաց կամ ինչ որ բաներ։ Շաբաթ օր բացում է փողային, այսինքն ասած ոնց որ ասենք կանալ, որը կարող է ասենք եկող շաբաթվա համար, ամբողջ շաբաթվա համար գումարային հարցերը սենց բավականին լավացնի, բարձրացնի։ Նույնպես շաբաթ օրը հատկություն ունի, ուրեմն եթե շաբաթ օրը դուք հանգարց բան անեք, լվացակ, տները մաքրեցիք, ամեն ինչ արեցիք, սա հատկություն ունի հանել ընդհանուր, ասենք, հոգնածությունը ընտանիքում եւ նաեւ ձեր, եւ սա նաեւ ունի հատկություն մաքրել, եթե ձեզ չարաճկով են տվել։ Կիրակի օրը եթե դուք լվակ հատակը, ուրեմն ձեր տան հաջողությունը կլվանակ կթափեք ջրի մեջ։ Մի բան էլ, կեսօրյա, երբ որ լինում է լիալուսնի, լիալուսուն չէ, կիսալուսին, չեմ ոնց ասեմ, 15-րդ օրը լուսնյակի, երբ որ նա դառնում է կլորակ, այդ օրը չի կարելի անել տան հավաքել ինչ որ բաներ, որովհետև դա այն օրն է, երբ ջուրը ունի յուրահատուկ հատկություններ, նաև բուժիչ հատկություններ եւ չի կարելի ջուրը, որը կենթանի է դառնում ոնց որ ճակերտներով, այդ բոլորը բռնել եւ ասենք ջուրը աղտոտել այն աղբով, որը հավաքվել է տնից։ Երևի այսքանը կուզեի ասել եւ կխոսենք ձեր հարցերի պատասխաններին։ Պարոն Եմեջան, ասեք ոնց կարող ենք ուժեղացնել մեր էներգետիկ եւ ոչ թե էներգիան, այլ էներգետիկական այն ինչը փոխանցում է քեզանից նախապես շնորհակալ եմ։ Ճիշտ ասած հարցը չհասկացա։ Մոտավորապես կռավում եմ, բայց չեմ ուզում սխալ ինֆորմացիա տված լինեմ անձնավորությանը, շատ կխնդրեմ մեկ անգամ էլ ավելի համառոտ գրել։ Բարև ձեզ, պարոն Եմենջան, շատ ուրախ եմ ձեզ նորից տեսնելու եթերում։ Ինչպես կարելի է բուժել ականջների մշտական զնգոցը, նախապես շնորհակալ եմ։ Ես դրա մասին ասել եմ մի անգամ, բայց մի անգամ կհիշեցնեմ, ականջների զնգոցը դա կապված է ճնշման հետ եւ արյունի պնդության հետ, բայց զնգոցը կարելի է կանգնացնել հետեւյալ կերպ։ Եթե ականջի հետևը սենց շոշափեք, այստեղ հենց հետևը մի փոքրիկ փոսիկ կա, ոնց որ ոսկոր լինի, հետո փոսիկը նորից բարձրանում է, եթե այդ կետին սխմեք, ինքը բավականին բութ ցավ է տալիս։ Այդ բութ ցավի դեպքում
նմանատիպ ուրեմն կետերին, եթե դուք մոտավորապես մի 40 վայրկյան sense ուղղակի լավ sense տրորեք, ձեր ճնշումը կվերանա։ Ինչպես նաև ամենալավ բաներից մեկն է, ես ընդհանրապես հիմա ցույց կտամ, դա որտեղ մի շարք բաներ է շտկում, լավ է, որ առավոտյան երբ որ զարթնում եք, անում եք հետևյալ բանը։ Տեսեք։ Ուրեմն ճնշումը սա է։ 40 անգամ այս արագությամբ, որ ցավը զգաք, ոչ թե սեն նուր սեն բաներ, ցավ պետք է լինի, լսում եք ինչ ձայն է գալիս, ոնց եմ ես հարվածում։ Ընդհանրապես, ամեն առավոտ եթե անեք այն հերթականությունը, որ ես հիմա ցույց տամ ձեզ, մեծ ժամանակ չի խլում, լավագույն դեպքում մի րոպե, դուք ամբողջ օրը ոչ մի ցավեր, ոչ մի անհանգստություններ, ոչ մի ճնշում եւ նմանատիպ բաներ չեք ունենա։ Հետեւյալն է, սկսում ենք ուրեմն այս մասերով իրար հարվածել 40 անգամ, անցնում ենք մյուսը, որից հետո անցնում ենք այս բոլոր մատները այսպես խփելով, բոլորը 40 անգամ, որից հետո ամեն մեկը 40 անգամ, որից հետո Եթե դուք սա անեք, պրակտիկորեն չեք իմանա ինչ բանը օրվա ընթացքում ինչ-որ անհանգստություն։ Բացի դրանից, դե արդեն ճնշումը ասեցի, նենց որ սա եւ սա ճնշումը կարգավորող են։ Պարոն Եմեն ջան, ռեմոտայի ներողություն, շատ տառասխալներով է գրված, պարոն Եմեն ջան, Ռևմատոիդ պոլիարտրիտի հիվանդ են ինչ խորհուրդ կտաք, ինչով կարելի է բուժել։ Գիտեք ինչ կա բուժման ձև ռևմատոիդ հիվանդության համար։ Հիվանդությունը շատ զզվելի է եւ զարմանալին է, որ գնալով նա ավելի է տարածվում, որը ես կապում եմ նախ եւ առաջ նա համար, որ մարդիկ սկսել են սնվել ինչ իրենց դուր է գալիս եւ ինչի հետ ուզենան խառնեն, կխառնեն։ Այսպես չի կարելի։ Տեսեք, իզարմանքս ձեզ ռևմատոիդ արթրիտի հիվանդներին արգելվում է ուղղակի օգտագործել խոզի միս։ Եվ մի շարք սնունդներ, որոնք ասենք մարդիկ հիմա բռնում են, շատ դեպքերում իրար խառնում են, եւ հետո մի տարօրինակ ձեզ բան ասեմ, դուք գիտեք, որ դեռ ոչ այնքան անցյալում, մոտավորապես 19-րդ դարում, մարդիկ ուտում էին օրական 1 անգամ, շատ հազվադեպ երկրորդ։ Եթե հյուր էին գնում, կարող է երկրորդ անգամ մարդիկ մի անգամ էին ուտում։ Այս ձևը, որ մարդը պետք է ուտի գոնե 3 անգամ օրական կամ կարճ ժամանակներով գոնե մի քիչ պետք է ուտի, մանավանդ խորհուրդ են տալիս շաքարախտով հիվանդներին, որը լրիվ հիմարություն է։ Ես ձեզ կարամ կոնկրետ բան ասեմ, փոքր թեխում եմ մի քիչ բանից, բայց սովետական միության ժամանակ 78 թվականին կար պրոֆեսոր Նիկոլաև, որը Բելոռուսիայում Մինսկից ոչ հեռու անտառում ուներ կլինիկային բացել եւ ինքը այնտեղ զբաղված էր ամենալուրջ հիվանդությունները բուժում էր սովակերությամբ։ Այսինքն նա օրինակ շաքարով հիվանդներին բուժում էր 25-ից 27 օրում ոչինչ չուտելով։ Դա սուտ է, որը եթե դու չես ուտում, կարող է ընկնես այդ վիճակի մեջ, եթե իհարկե առաջի տիպի դիաբետի հիվանդ չես, այլ երկրորդն ես, ոչ ինսուլինային։ Ավելին ասեմ, տարօրինակը նա է, որ նա քիչնի, բայց կանգնում է միջև այն գիծը, որը համարվում է նորմալ, եւ դրանից այն կողմ էլ չի եղել մի անգամ դեպք, որ ինչ-որ մեկը ընկնի կոմատիկ վիճակի մեջ։ Այդ կոնկրետ կլինիկան աշխատում էր։ Մեզ սովորեցրեցին շնորհիվ Ռոքֆելլերի, որը այն ժամանակ սկսեց մտածել լուրջ դեղորայքային հարցերով եւ այդտեղ միացան ընդհանրապես ամենահարուստները, հասկանալով, որ մարդը եթե շատ է ուտում, նա գումարը շատ են աշխատում, երկրորդը շատ ուտելով նա աղտոտում է օրգանիզմը, հիվանդանում է, որից հետո պետք է գա իրանց մոտ դեղեր առնելու եւ բուժվելու։ Սա հատուկ ծրագիր էր, որը արվեց եւ ինչպես մենք մեր նախնիները այսքան չէին հիվանդանում, ինչքան այսօր։ Տվյալ հիվանդությունը բժշկելու համար կա դպրոցներ, բայց դվանացախարցանն անում է, որ դա չի ինքնուրույն անել եւ դա մոտավորապես ուզում է 6 ամիս բուժման ձև։ Եվ
ասենք բուժումը նենց է, որ ամիսը մի անգամ պիտի կոնկրետ նա անցնի սնունդի, կոնկրետ պիտի վարժություններ անի եւ ամիսը մի անգամ պետք է հանդիպի բուժող բժշկի հետ, որը պետք է հետը աշխատի, սա հատուկ դպրոց է, բայց սա պրոբլեմն անում է, որ եթե նա անում է դա, ասենք խոսքի օրինակ, ամսի 15-ին այս ամսվա, մյուս ամսի 15-ին պետք է կրկնվի օրերը փախցնել, արդեն ստեղծում է բավականին լուրջ վիճակ։ Բարև ձեզ, պարոն Եմեն, ուզում եմ խոսեք հոգիներից, միգուցե մի քիչ անհավանական թվա, ասածս անհավանական թվա, ասածս ուղղակի 2 ստորակ է դրել, չհասկացա, բայց իրականությունը սա է, մեր տանը հաճախ շրջում են մեջահասակ կին, մազերը ուսերին եւ այլ նկարագրում է թե ինչպեսին։ Եթե դուք ուշադիր լսել եք իմ հաղորդումները, ես ուղղակի գիտեք ինչ ընդհանրապես ստացվում է, որ մարդիկ վիրավորվում են, որ հարց են տալի եւ ես չեմ պատասխանում, ասում եմ պատասխանել եմ այդ հարցին։ Եթե ես նստեմ ու այն մարդիկ, ովքեր չեն լսել իմ հաղորդումները, սկսեմ կրկնել, թե նորից, ես ոչ մի նոր բանի չեմ կարողացա եւ չեմ ստացվի, որ ձեզ մի բան ասեմ։ Այդ իսկ պատճառով ես չեմ անում դա, ուղղակի եթե գրում եմ ասել եմ, խնդրում եմ գտեք իմ հաղորդումների մեջ, միշտ հաղորդումների վերջում կան խորհուրդները։ Նմանատիպ երևույթ կատարվում է սկսած 2000 թվականից հետո, երբ մենք մտանք մյուս էտապը, ջրհորսի ալիքը։ Բանն անում է, որ այդ ժամանակ, երբ որ ասենք 3D հասկացողությունը մեր մոտ կար եւ հիմա գնում է վերակառուցում դեպի 4D, այդ ժամանակահատվածում մեր մոլորակի վրա գոյատևող այն ցիվիլիզացիաները, որոնցից մի մասը նրանք մատերիալիստական մարմին չունեն, այլ նրանք էներգետիկ դաշտ են, որը տեսնում ես ինչ որ բան կիսաթափանցիկ շարժվեց, սենց այս պատը, որը առանձնացնում էր, սկսել է վերանալ։ Եվ դուք չեք բոլոր մարդկանց մոտ համարյա, ովքեր ինձ գրում են, ասում են, բայ իմոց է, բոլորի այդ մարդկանց մոտ այդ վիճակն է, որ այս պատը երբ որ հանվել է, նրանք սկսում են տեսնել այլ ցիվիլիզացիայի, ոչ մատերիալիստական մարմին ունեցող էակներին։ Վախենալու բան չկա, նրանք երբեք ձեզ վնաս չեն տա, ավելին ասեմ, տեսնելով դուք իրենց շատ դեպքերում իրանք ձեզ չեն տեսնում։ Դա համար կարողանում են հանգիստ տեղափոխվել, շարժվել պատերի եւ այլն բան միջով կամ ձեր միջով։ Խոճապի պետք չի ընկնել, նորմալ է։ Կցանկանայի ասել ինչպես ազատվել պապիլոմաներից, Պարանոցի հատվածի եւ այսինքն հոլովի որ մասերով շնորհակալ եմ։ Պապիլոմաների բուժվելու ամենահեշտ ձևը եւ որը ասենք ես էլ եմ ժամանակին ունեցել, պետք է հասկանանք, որ պապիլոման դա պարազիտ է, որը մաշկի տակ է եւ ստեղծում է տես մի բան։ Շատ դեպքերում այնտեղ կա մի հաճար, մի շատ մեծ ցանկ կա։ Դրա ամենալավ աշխատելու դրանց դեմ ձևը դա համարվում է ծիծեռնակախոտը։ Իր կաթը, երբ որ ասենք բույսը կենթանի է, ինքը ունի սենց նարնջագույն։ Պետք է վերցնել, շատ զգուշ պետք է քսել, շատ զգուշ։ Միայն այդ մասը ցանկալի կլինի, որ կողքերից մի հատ ինչ-որ որևիցե մի, ասենք, վազելին կամ ինչ-որ մի անցած քսեք ու կաթացնեք շատ փոքր քանակ հայավարի, շատ քիչ չի օգնի։ Կանեք, նա կսկսի մռմռացնել, կանցնի մոտավորապես մի 15-20 րոպե, ամենաշատը 15 րոպե, կտեսնեք, որ այս մասում սկսեց ինչ-որ հեղուկ դուրս գալ պապիլոմայի մեջից, որը մուգ շագանակագույն է։ Մի չորացրեք, բան մի արեք, թող մնա, միջանքը կգոլոշիանա եւ պրակտիկորեն ինքը մոտավորապես 4-ից 7 օրում կվերանա։ Եթե տեսնեք, ինքը սկզբից sense սևանում է, չորանում է, փոկվում է, ընկնում է։ Եթե տեսնեք, որ դա չի լինում, կարող եք մի անգամ էլ մի 7 օր հետո ելի մի կաթիլ օգտագործեք։ Շատ լավ օգնում է պապիլոմաներին, բայց ելի զգուշ անեք փոքրիկ կտորիկներով, շատ փոքրիկ կտոր, սխտոր կտրեք, դրեք վրան, մի հատ ասենք լեկոպլաստիրով ամրացրեք, թող տենց մնա։ Եվ ասենք օրը մի 2-3 անգամ հետևեք, եթե տեսնում եք, որ
չորացել է սխտորը, այդ դեպքում մի հատ թազան ենք անում, դնում ենք։ Մոտարպես 2-3 օրում կվերանա։ Բարոն Եմեն ջան, շպորի, կրուգի տակ ինչ են անենք նորա, կներեք ռուսերն գրած սպորտում, ինչ անենք որանցնի այդ ցավն։ Ուրեմն շպորեքը դա գերաճ է ոսկորի կրունկի տակը։ Դրան շատ լավ օգնում է մի հասարակ բան, վերցրեք սովորական սոխ, ցանկալի է մուկ սոխը վերցնեք, ոչ թե բացը, բարակ, շատ բարակայում ես բարակության շերտ մոտավորապես 1-2 մմ ընդհանուր ծավալով կտրում եք, դնում եք կրունկի տակ, մի հատ գուլպա եք հագնում, գնում եք քնելու։ Այդպես արեք մի 2-3 օր կտեսնեք, որ սա մաքրվեց։ Բարի օր ձեզ, ինչ կասեք կանեփի յուղի մասին։ Շատ մեծ թեմա է, երկար թեմա է, շատ օգտավետ, ընդհանրապես կանեփը արգելվեց ոչ թե նրա համար, որ նա համարեցին ուժեղ նարկոտիկ, նա արգելվեց, որովհետև պրակտիկորեն այդպես հիվանդություն չկա, որին կանեփը չբուժի։ Բժշկությունը սա ձեռք չէր տալիս։ Դրա համար հայտարարեցին, որ կանեփը այսպես արգելել եւ այլն։ Կանեփի ձեթը ունի յուրահատուկ ներողություն, վերականգնող հատկություն։ Ավելին, կանեփի ձեթը այն հազվադեպ բաներից է, եթե ասենք դուք օգտագործում եք կանեփի ձեթ եւ հետը կարողանաք նաեւ օգտագործեք սև քնջութի ձեթը, պրակտիկորեն հոյակապ դեղամիջոց է չարորակ ուռուցքների համար, ընդհանրապես ուռուցքների համար, նաեւ տղամարդկանց համար, ովքեր ունեն ադենոմա պրոստատայի վրա։ Ես ունեմ այդ ձեթից, ինքս սարքում եմ, ինքս օգտագործում եմ, նաեւ իմ հիվանդներն են գալիս, շատ դեպքերում ինձ գնում են, տանում են, շատ օգտավետ մի հոյակապ բան է, որը ասում եմ, չկա նենց բան, որին չօգնի։ Բարև ձեզ։ Ես վահանաձև գեղցի կիստա ունեմ, կարող եք ինձ օգնել։ Պետք է ասեմ sense մի բան։ Հասկանանք մի բան։ Ինչ եք դուք հասկանում կիստայի տակ, որտեղ կիստա շատ հազվադեպ է լինում, բայց շատ դեպքերում ասում են, որ այնտեղ կան կրային գոյակցություններ։ Բժշկությունը առաջերտին դա միանգամից ելնելով, քանի որ առիթ է գումար աշխատելու, կասեն պետք է գաք, պետք է էսի անենք, կտրենք, որովհետև դա ապագայում կարող է դառնալ ուռուցք սուտ է։ Այդպես բան չկա, ես իմ ավելի քան 47 տարվա պրակտիկայում չեմ հանդիպել մի մարդ, որի մոտ կրային գոյությունը դառնա ուռուցք։ Ամբողջ հարցը էսևի է, ում մոտ է առաջանում այդպիսի բաներ, իսկ առաջանում է մեծամասնությամբ կանանց մոտ, որտեղ կանանց մոտ է առաջերտին տվյալ գեղձը արագ բորբոքվում եւ աշխատում, հետեւյալ պատճառն է այս բոլորի տակ դրված։ Եթե կինը շատ է օգտագործում հավեր մեծ քանակով, որ ասենք բժիշկները գրել են մի քանի տասնյակով եւ այլն, եւ եկամել երկար ժամանակ օգտագործում է հապեր, բոլոր հապերը սարկած են կրային հիմունքի վրա։ Երբ որ օգտագործում եւ ասենք կրային այդ քանակը չափից ավել է եւ այնպես չի լինում, որ օրգանիզմը հանի դուրս շպրտի, կանանց մոտ դա տանում է եւ տեղավորում է գեղձի վրա։ Նա կարող է մեծանալ, չնայած այսքանից ավել չի մեծանում, նա կարող է մեծանալ, կարող են շատ լինեն նրանք եւ այլն, բայց երբեք ուռուցք չեն անում եւ ոչ մի վնաս չեն տալիս։ Անհասկանալի բան են գրել, չհասկացա, խնդրում եմ օգնեք, քույրիկս մահացել է շաքարի բարձր լինելու պատճառով, այսինքն հարցը որն է։ Եթե հնարավոր է ծանոթացրեք անպտուղ կանանց հեղիանալու ձեր մեթոդին, չէ որ դա համաճարակի նման տարածված է երիտասարդության շրջանում։ Այո, ես ընդունում եմ եւ շատ մարդիկ են գալի ինձ մոտ չվերություն ունեցող, ես օրինակ շատ ուրախ եմ, որ երբ որ եղավ վերջի պատերազմը, ինձ շատ ամուսիններ,
որոնք կորցրել են իրենց երեխային ճակատամարտում, եկան եւ խնդրեցին, որ հնարավոր է վերականգնել այնպես, որ նրանք նորից երեխա ունենան։ Ես մեծ հաճույքով բոլորին օգնեցի, ոչ մի գումար չեմ վերցրել դրա համար, համարելով դա իմ պարտքը եւ ուղղակի այդ մարդկանց քայլը ինձ ուղղակի խոնարհում եմ գլուխս իրենց առաջ, ունեն երեխաներ, ծննդաբերել են, խնդիր չկա, բայց ասենք ես, որ ասեմ ձեզ, ես կարամ կրճատ պատմեմ, բայց անելու համար դուք գոնե պետք է ունենաք ամենակիչը մի քանի դպրոցի տեղեկություններ։ Այսինքն, ես աշխատում եմ բիոէներգետիկ ձևով, ես աշխատում եմ մանուալ թերապիայով, շտկելով նրա բարակ մեջքի ողերը եւ ոչ մենակ։ Ես աշխատում եմ բիոէներգետիկայով նահարգանդի վրա, ես աշխատում եմ ակուպունկտուրային կետերի վրա, որոնք ակտիվացնում են այդ բոլորը, շատ կոնկրետ պայմաններ եմ դնում, թե ինչ պիտի ուտեմ, ոնց պիտի սնվեն, չի կարելի այդ ընթացքում միջև բուժման վերջը սեռական հարաբերություններ եւ այլն, եւ այդ բոլորից բացի նաեւ տալիս եմ բուսական հավաքածու, որը տալիս եմ, որը միջինը խմում եմ 25-ից 27 օր։ Նոր դրանից հետո թույլատրում եմ սեռական հարաբերություններ, նաեւ բացում եմ գաղտնիքը, ես ասել եմ սրա մասին, թե ինչպես անենք տղածան կամ աղջիկ։ Հարգելի Կարեն Եմենջան ջան, բա ինչու էլ Արեգ TV-ով չեք ելույթ ունենում։ Ես դադարել եմ ելույթ ունենալ բոլոր ալիքներով։ Պատճառը հետևյալն է։ Ես սկսում եմ հասկանալ, որ մեր ազգին կամաց դարձնում են տգետ։ Ես սկսում եմ հասկանալ, որ մեր ազգին դարձնում են ինտելեկտուալ դատարկ մարդիկ, որոնք մենակ պահանջ ունենան, ուտելու բան ունենան, կողքը միասեքսուալ ընկեր ունենան, հեռուստացույց ունենան, որ նայեն ու սաղորը հայհոյեն ինչ են ցույց տալի եւ իրանց մտքերը արտահայտեն, թե ինչը ոնց կարելի է լուծել, ունենան ժամանակ, որ գնան, ասենք, միտեղ հանգստանան տարին մի անգամ եւ ունենան աշխատանք այնքանով, որ ամսի 1-ից մինչեւ ամսի 1-ը հերիքը։ Դրանից են կողմ։ Ես ուղղակի ցավով եմ սա ասում, որ ես տեսնում եմ, ես օրից օր եմ տեսնում մարդիկ, որ գալիս են ինձ մոտ, ինչ էին նրանք առաջ խոսում, ոնց էին մոտենում եւ հիմա ինչ են ասում։ Ես չեմ, հիմա կարծեմ մի անգամ պատմել եմ, ինձ զանգ են տալու, սա ասում են օնլայն կարակ բուժեք։ Իմ ուսուցիչը սովորեցրել էր, ասում էր Կարեն, եթե հիվանդը քու դուռը չի բացում, եթե անկողնային չի, եթե քու դուռը չի բացում ու չի գալիս բժշկի մոտ, ուրեմն այդ հիվանդին բուժել պետք չի։ Միգուցե միջև անգամ նա տեղին ստացի այդ հիվանդությունը։ Այս բոլորը, երբ որ ես տեսնում եմ, թե ինչ է, ոնց է, ինչ է կատարվում, շատ դեպքերում ես փորձել եմ միշտ, տեսեք, ես ժամանակին, երբ որ պիտի սկսեր 7-օրյա պատերազմը, Ուկրաինայի պատերազմը, այդ օրը ես մի հատ հեռուստաալիքով ասեցի, այս ինչ օրը առավոտ ժամը 6-ին պատերազմը կսկսի։ Սկսվեց։ Հարց տվեց ինչքան կտևի, ասի 7 օր։ Բայց սա հարցը անում էր, որ պատերազմը սկսելուց հետո թե Ռուսաստանը եւ թե Ուկրաինայի մանավանդ Ուկրաինայի ղեկավարը հասկացան, որ սա լավ փոխաշխատելու ճանապարհ էր։ Ես չգիտեմ դուք տեղյակ եք թե չէ, բայց այդքան որ ասում եք Ուկրաինային պաշտպանենք բան, Զելենսկին այսօրվա օրը ունի մի քանի հատ դղյակներ, մի քանի տասնյակ միլիոններով անհայտացել են ավելի քան 25 միլիարդ գումարի օգնությունը Ուկրաինային։ Էպարս չի որ անձեռատալ ես բոլորը։ Նույնը Հայաստանի մասին եմ ասում։ Հիմա ես շատ բաներ ասում եմ, շատ բաներ կուխազում եմ, ասում եմ ինչ կատարվել, ոնց կլինի, խորհուրդ եմ տալի, ինչ եմ անում, տարբեր ալիքներ։ Բայց տգետների քանակը, որ հայհոյում են իմ ծնողներին, ինձ, իմ ընտանիքը, իմ երեխաներին, կներեք, բայց ես չեմ համարում, որ ես արժանացել եմ այն բանին, որ ինձ հայհոյանք տան։ Ես ամեն ինչով իմ կյանքում փորձել եմ բոլորին օգնեմ։ Ես չեմ ուզում հիմա թևիկների մեջ հրեշտակային աճել, բայց ասում եմ ինչ կա։ Եվ այսքանից հետո, երբ ես ելի օգնում եմ, եւ էլ էս վիճակն է, ես Արեգին մի քանի անգամ զգուշացրել էի, ես իրան շատ հարգում եմ, շատ սիրում եմ այդ տղային։ Բայց ասեցի Արեգ, եթե վերջի անգամ հաղորդում էինք տալի, ասի Արեգ, եթե նորից ես տեսա հայհոյանքների շարան եւ դու չես փորձում այդ հայհոյանքները տվողին հանես, ես քո ալիքը էլ չեմ գա։
Կարծում եմ պատասխանեցի։ Գնացինք առաջ։ Հարգելի պարոն Գեմեջյան, ինչ կասեք Պյոտր Գարիաևի մատրիցաների մասին։ Պյոտր Գարիաևը կամ ուրիշ կերպ ոնց որ ասում ենք Պետյան, մենք Պյոտր չենք դիմում, որտեղ նա իմ ընկերն է եղել, նա իմ մոտ երկու անգամ միայն եկել է, երբ որ ես ապրում էի արտասահմանում, երբ որ ուժեղ ճնշումների տակ էր, չէին թողում աշխատել բան, եկել ամիսին ամիս ու կես ամեն անգամ ինձ մոտ մնացել։ Ես համարում եմ, գիտեք ինչ կա, քիչ մարդիկ կան, որոնց ես համարում եմ, որ այս մոլորակի հանճարներ են։ Ինձ համար հանճարը Նյուտոնը, ինձ համար հանճարը Արխիմեդոսը, ինձ համար հանճախը Սոֆոկլեսը գրող։ Շատ ունեմ տես բաներ, եւ 20-րդ դարի հանճարներից ես համարում եմ, որ եղել են երկու հոգի, մեկը եղել է Նիկոլա Տեսլան, երկրորդը Գարիաևը։ Գարիաևը ստեղծեց մի դպրոց, որի շնորհիվ ես ինքս վկա եմ եղել, որ իր սարքով, ասենք, ձայնագրած պատրաստած դիսկը, որ պատրաստում էր տալիս էր հիվանդին, ես տեսել եմ, որ 25 օրում նա բժշկել է ռակ, նա բժշկել է ինչ ուզում եք, ինչ հիվանդություն ուզեք։ Բայց քանի որ նա սկսեց հասկանալ այն նույն բանը, ինչ որ ժամանակին նաև արեց Նիկոլա Տեսլան, որին փակեցին, չթողեցին, որ նա իր գաղափարները տա, որ դա կարելի է օգտագործել զինվորական նպատակներով, իրանց ստիպում են, որ նա սկսի համագործակցել, ու ես չեմ համարում, որ Գարիաևը մահացավ, Գարիաևին սպանեցին։ Նմանատիպ հանճար, ասում եմ, 20-րդ դարում ես էլ չեմ հանդիպել։ Իսկ մատրիցաները հոգեկապ աշխատում են, ավելին, YouTube-ում կգտնեք մեծ քանակով, որ գրած է Գարիաևի մատրիցան, բան մի հատ կին կա, որ սկսում եմ իր բարև ձեզ, մենք այսօր սենց Գարիաևի դրած ինչ-որ թուլ հիմար ռելաքսացիոն երաժշտություն ադնում և ասում սա մատրիցա էր, մատրիցան տենց բան չունի, մատրիցան մի աղմուկների, գրոցների, խշշոցների մի հավաքածու էր։ Ես ունեմ բոլոր Գարիաևի ասենք այն ձայնագրությունները, որը ինքը հավաքել էր, որոնք կարող են օգնել առողջական սեանսների համար, հենց որ ես գիտեմ ինչու՞ն եմ անում։ Նո երևի այսքանը կասեք Գարիաևի մասին։ Պարոն Գեմեջյան, կասեք մեզանից ավելի բարձր ցիվիլիզացիաների առաքելությունը որն է, ինչ տարբերություն կամ մեր կամ իրանց միջև, նախապես շնորհակալություն։ Երկու կարևորագույն բան, արտաքնապես լրիվ տարբերվում են, ելնելով իրենց ցիվիլիզացիայի բնակլիմայական պայմանների, եւ կան ցիվիլիզացիաներ, որոնք մեզանից ցածր են, շատ ցածր են, եւ այդ ցիվիլիզացիաների քանակը բավականին շատ է, իսկ այն ցիվիլիզացիաներ, որոնք գտնվում են մեզանից բարձր, նրանց ուղեղի տոկոսը, որը կարողանում են օգտագործել, սկսվում է 60%-ից։ Համեմատական ասեմ, որ մեր մոտ, եթե մարդը ունի 3-3.5%, հանք համարում ենք հանճար։ Խնդրում եմ պատասխանեք, եթե մարդու երազները գրեթե բոլորն կատարվում են, միջև անգամ եթե անծանոթների հետ է կապված, արդյոք ինչ կապ ունի դա պայծառատեսության հետ, սա պայծառատեսություն չի, գոյություն ունի ուղղակի, որ երազի ժամանակ շատ դեպքերում մարդը իր, ասենք հոգի, էներգետիկ դաշտ, ոնց կուզեք անվանեք, քնի ժամանակ դուրս է գալի մարմնից եւ գնում է կան այսպիսի հասկացողություն աստրալային շերտեր, 7 շերտ են, նայած որ շերտը կգնա, նայած որ կշփվի, դա գալիս է նախևառաջ իր ինտելեկտուալ վիճակից եւ երկրորդն է շփվել այդ էջերում կարող է այնտեղ մի շարք հանդիպումներ ունենալ եւ պատասխաններ ստանալ։ Օրինակի համար ասեմ ձեզ sense մի բան գոյություն ունի մի այսպիսի հեղինակ, որը կոչվում էր Դիոպսի Լոպսանգրամպա, 14 գիրք է հրատարակել նա, գրքերից մեկում, որում նա շեշտում է, ասում է երրորդ աչք, նա տալիս է ձև, թե ինչպես դու կարող ես կոնտրոլ հետևելով հանդերձ մարմնից դուրս գալ, հանդիպել այն շերտերը, որոնք գտնվում են վերև,
տեսնել այն ինչ ուզում ես, խոսքի օրինակ, եթե քեզ հետաքրքրում է օդից եմ կրակում, ասենք մատյան ողբերգության, բավական է նա մտածի եւ տեսնի գիրքը, նա կվերադառնա եւ հիշողության մեջ ամեն ինչ անգիր կհիշի։ Սա այդ շերտերի հետ կապման հետևանքն է, դա բարձրաբանի հետ ոչ մի կապ չունի, պայծառատեսության հետ։ Բարև ձեզ, պարոն Յումեն, հետաքրքիր դուք որևէ երաժշտական գործիք տիրապետում եք, այո, տիրապետում եմ, ուրեմն կլավիշային գործիքներին եմ պանում, հարվածային գործիքներ, դհոլ, շատ քիչ նվագում եմ շվի, դուդուկ, սիրում եմ նվագել շոտլանդական գործիքներից, որ պարկապուզուկի պես կան, չգիտեմ հայերեն դա ինչպես է կոչվում, կան մի շարք գործիքներ կան, որ ես սիրում եմ դա եւ դրան գումարած նաեւ ասեմ, որ ես երբ որ Եվրոպայում եկավ մի րոպե, ես սկսեցի գրել երաժշտություն, փորձեցի ինձ համար փոքրիկ մի հատ ձայնագրման ստուդիա ստեղծեցի, 3 հատ կլավիշային գործիքներ էին, հատուկ համակարգիչ էր, որը ծրագրավորած էր նման նպատակների համար, հարվածային գործիքներ, ունեի ամենայուրահատուկ ծրագրերից մեկը, որով կարայի ցանկացած ժողովրդական գործիք բոլոր աշխարհի ունենայի այդ հնչողությունները, ես սկսեցի այսպես ռելաքսային երաժշտություններ գրել։ Հետո ինձ մի քիչ ավելի սկսեց հրապուրել, շեղվում եմ մի քիչ թեմայից, ես սկսեցի հետաքրքրվել ժողովրդական երաժշտությամբ, բոլոր ազգերի երաժշտությամբ, ժողովրդական, ես սկսեցի փորձել մշակել այդ գործերը, դարձնել սմութ ջազային գործիքներ։ Ու դրանով հրապուրվում է, երբ որ վերադարձա Հայաստան, առաջի ճակերտներում նվերը որ ստացա, ինձ մոտից այդ բոլորը գողացան, եւ ցավալին էր, որ ես ինչ ստեղծագործել էի, այդ համակարգչի մեջ էր, կարծում ճակատագիրը պարզ է։ Բայց մի շարք գործիքներ կան, որ միշտ ուզում եմ էլի երազում եմ, որ ժամանակս ների փորձեմ զբաղվել դրանով։ Բարև ձեզ, պարոն Յեմեջան, խնդրում եմ ասեք, ձեռքի էկզեման ինչպես կարելի է բուժել նախապես, շնորհակալություն։ Ուրեմն չի կարելի սենց ասել, որովհետև էկզեմայի տարբեր տարատեսակներ կան։ Միջև չտեսնվի, թե ինչ է, չի կարելի ասել, նույնը պսորիազը։ Պսորիազն ունի տարբեր տեսքեր։ Միջև դա չտեսնվի, չի կարելի ասել, ինչով կարելի է բուժել։ Բայց այդ առիթով պետք է ասեմ, որ իմ մոտ շատերն են դիմում պսորիազով, ունեմ պատրաստած մի դեղ, օգտագործում եմ, ես շատ գոհ եմ, վերանում ա դա։ Բարև ձեզ, հարգելի Յեմեն ջան։ Սրանից դեռևս 6 տարի առաջ անոմալուսի շրջանակներում տվեցիք Դավթի որոշ սաղմոսների նշանակությունը գործունեությունը, կխնդրեի շարունակեք։ Անոմալուսը, եթե դուք չգիտեք, դա մի հեռուստածրագիր էր, որում ես մոտավորապես համարյա 80 հաղորդում էի տվել նմանատիպ հարցերով, այո, տվել էի սաղմոսների գաղտնիքները, թե որ սաղմոսը ինչի համար կարելի է կարդալ եւ ինչին կնպաստի։ Սա հարցնանուն է, ես բոլորը չտվեցի, որովհետեւ այնտեղ կան սաղմոսներ, որոնք արգելվում է, որը կոնկրետ նպատակի համար է, եթե կարդում ես ուրիշ բան, բայց եթե կարդում ես ու վերջում տալիս ես թե ինչի համար, նա սկսում է աշխատել։ Այնտեղ կան սաղմոսներ, որոնք համարվում են արգելված գաղտնի թեմաներ, այդ իսկ պատճառով ես իրավունք չունեմ դա ասել, բայց ինչի համար կարող է օգտակար լինել, բացահայտել եմ։ Խնդրում եմ պատասխանեք, դրսում ապրող ընտանիք ունեմ, որ տեղափոխվեցինք, հարմարավետ սեփական տուն, այդ օրից ի վեր անդադար մահ եղավ, գրեթե 8 հոգի եւ 1 բաժանություն եղավ եւ այլ։ Գիտեք ինչ, ես երբ որ հաճախում էի Միացյալ Նահանգներ, Լոս Անջելոս, Լոս Անջելոսում մի հատ հետաքրքիր պարբերություն կար։ Մարդիկ ինչ-որ ժամանակ ապրում են մեծամասնությունը վարձով, ապրում են այս տունը, հետո այդ տունը փոխում են, գնում են մի հատ ուրիշ տուն։
Ու հետո էլ ինձ մոտ գալիս էին ասում, բա գիտեք ինչ կա, մեր գործերը փակվել է, մեր ամենը սենց է։ Ուրեմն հաճախ տեղափոխվել է եւ ընդհանրապես եթե դուք ձեր տունը փոխում եք, համար առաջի բանը որ պետք է արվի, այդ տունը պետք է հատուկ ձևով մաքրվի։ Դա արվում է աղոթքներով, ծխելիքներով, օրհնաճրով եւ այլն, որտեղ հայտնի չի թե ով է միջով այդ տանը ապրել, ինչ խնդիրներ են ունեցել, շատ դեպքերում պատահում է որ տանը երկար տարիներ ծանր հիվանդ մարդ է ապրել եւ այդ տանն էլ մահացել է, իմիջիայլոց եթե տան մահացել է, դա նույնպես պետք է մաքրվի։ Կարելի է քահանա կանչել, կարելի է հատուկ ասենք ձևերով այդ բոլորը աշխատացնել, այսինքն եթե դուք տնից տուն տեղափոխում եք եւ ինչ որ բան են չի, ուրեմն տունը կեղտոտ է, պետք է մաքրվի, առանց դրա ոչ մի բանի չեք հասնի, ավելին կան թուղթ ու գրերի ձևեր, որտեղ անում են, բայց չեն նշում ում վրա, որ ընտանիքի վրա, ուղղակի գրածա դրածա այդ տանը։ Ես օրինակ նման բաներ միջև անգամ հանդիպել եմ, եթե դուռն է, դռի ես կողքի ես փայտիկները կա, չէ, բացում ես տակից դրվածա փայտիկները մեխվել է։ Նմանատիպ երևույթները բերում են նրան, որ մարդը գալիս այդ տուն, քանի որ թուղթը աշխատում է ոչ թե կոնկրետ անձով, այլ տան վրա, մարդիկ ընկնում են այդ ճողակի մեջ։ Երևի այսպես կբացատրի, պետք է մաքրել։ Լավ լինեք, ձեր ընտանիքներին առողջություն, ուրախություն, լիքը փող կա, լավ ելնեք, մի մտածեք, ամեն ինչ կդսվի։ Ամենայն բարիք։